Աստծո գրքի մեջ յուրաքանչյուր խոսք կարող ես բացել եւ կարդալ, ամեն բան գրված է քեզ համար։ Ամեն բան գրված է, նաեւ գրված է, որ ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ֆիլիպեցիների 4:13 շնորհակալ եմ աղբերս Տերը օրհնի շատ։ Ամեն բան Աստծո խոսքում այսօր կա բոլորիս համար։ Ամեն ծառայությունների ժամանակ տարբեր խոսքերով առաջնորդվում ենք, տարբեր համարներ ենք իրար փոխանցում եւ մենք պետք է սովորենք այս համարների մեջ։ Եթե օրինակ ես ունեմ այսօր գիտության պակաս, ապա ես պետք է գիտության մեջ զորանամ։ Եթե ես ունեմ այսօր խոնարհվելու խնդիր, որ Տերը ինձ բարձրացնի, ապա դրա մեջ պետք է խորանամ։ Եթե ես հավատում եմ, որ այսօր ամեն բան կարող եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ապա եւս մեկ անգամ կասեմ, այո Տեր, քո անունով ես ամեն բան կարող եմ։ Հալելույա։ Այո, եւ իրապես մի բան էլ ասեմ, Աստծո խոսքը, յուրաքանչյուր խոսքը, անգամ եթե մենք քնում ենք, ապա դժվարին է, ծանր է, խորանալու է, բայց նա վերջում մեզ պետքա երջանկություն բերի, ժպիտ պարգևի Աստծո խոսքը։ Աստծո խոսքը մեզ չի կարող տրտմեցնել, որովհետև մեր եսը չի բարձրանում այդ խոսքի մեջ, ապա մեր եսը պիտի խոնարհվի, որ Աստծո հոգով գրված խոսքը մեր կյանքի մեջ բարձրանա, որպեսզի մեր երեսին ժպիտ ու երջանկություն գա, ամեն։ Holy, holy God, my Jesus, hallelujah, thank you Lord, King of King Jesus, hallelujah. Worthy is the Lamb. Այո, Աստծո գառն է մեր Տեր Հիսուսը, ինչպես ասում է, worthy is the Lamb. You are only God, my Jesus, hallelujah, thank you Lord. Լեզուներով երգիր, երկրպագիր, աղոթիր, ինչպես կարող ես, անգլերենով. Are you Lord God? Worthy is the Lamb. Worthy is the Lamb. Worthy is the Lamb. Only Jesus God, Lord God, worthy is the Lamb, worthy is the Lamb. Only, holy, holy, my Jesus, only God. King of King Jesus. Thank you, Lord. Thank you, God. Worthy is the Lamb. Worthy is the Lamb. Amen. Hallelujah. Are you Lord God Almighty? What you is a Lamb? What you is a Lamb? You are only. Are you Lord God Almighty? Արժանի ես դու, էլ դու սուրբ ես, ինձ հետ երգիր և նրան ասա, սուրբ ես և աննման Տեր, չքնաղ ու փառավոր ես Տեր, և արժան ես փառքին, պատվին, մեծ զարանքին, արժանի ես դու, Տեր դու սուրբ ես,
Արժան ես, Տեր դու սուրբ ես, արժան ես, Տեր դու սուրբ ես, արժան ես, արժանի ես դու Տեր, արժան ես Տեր դու, դու ես արժան Տեր, դու սուրբ Աստվածն ես մեր Տեր, շնորհակալ ենք քեզ Տեր, գոհանում ենք քեզանից Հայր, եւ ասում ենք, որ դու սուրբ ես Տեր, մեզ պետք է քո սրբությունը Տեր, ունենք քո կարիքը Տեր, շնորհակալ ենք Տեր, արժանի ես դու, արժանի ես դու, ամեն, նա արժան է, արժանը իր որդու անունով, որովհետև իր որդին է արժան, փառքին, պատվին, մեծարանքին, գովասանքին, նա չի եկել մեզ տրտմեցնելու, այլ նա եկավ, որ մեզ հավիտենական կյանքի ճանապարհը ցույց տալու, նա գիտեր, եւ վստահ եմ, նա ուրախ է եղել այդ ամենի համար, որտեվ իմացել է, թե ինչ պիտի անի։ Այսօր մեզ պետք է քաջանալու, զորանալու, էլ ավելի մեծ տեղ բացելու Սուրբ Հոգու համար, որ նա գա քո կյանք, զորացնի քեզ, էլ ավելի տրվիր Աստծո ճանապարհների մեջ, էլ ավելի շատ զգա, այսօր պետք են քո զգացմունքները, այսօր պետք են, որ դու զգաս իրավի Տիրոջ կենդանի Սուրբ Հոգու ներկայությունը քո կյանքի մեջ Աստված, շնորհակալ ենք, արժան ես Տեր, Տեր դու սուրբ ես, սուրբ ես Տեր, օ դու սուրբ ես Տեր, Տեր դու սուրբ ես, արժանի ես դու, արժանի ես դու, արժանի ես դու Տեր, շնորհակալ ենք Տեր, երանի, որ մեր երկրպագությունը երբեք չվերջանա, գիտես, երբ որ հոգևորապես էլ ավելի շատ ես մեծանում, երբ որ դու ինքդ քեզ չես մեծացնում, այլ մարդիկ տեսնում են, որ դու հոգևորապես մեծացել ես, դու հասկանում ես, թե ինչքան կարևոր է քո երկրպագությունը, ինչքան անհրաժեշտ է դե այսօր երկնքի երկրի առաջ, որովհետև գիտես, երկրպագությունը այսօր մեծ դռներ կբացի քո կյանքում, երկրպագությունը քանդում է բոլոր կապանքները, երկրպագությունը դա քո նվիրումն է, քո հավատն է, քո երգն է, քո խոսքն է, քո աղոթքն է, քո խաղաղությունն է, քո սիրո դրսևորումներն են, քո նվիրվածությունն է, ինչ ասեմ, շատ բաներ կարող եմ ասել, սա է երկրպագությունը եւ այդ երկրպագությունը դռներ է բացում այսօր, մեր կյանքում շատ փակ դռներ կան, գալիս եւ փակվում են այդ դռները, բայց բացելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք քաջ լինենք եւ գնանք առաջ, սա փորձություն է եւ կյանքը պայքար է, եւ Աստծո խոսքում էլ ասված է, որ դժվար են լինելու ճանապարհները, բայց մեզ պետք է քաջ լինելու, որտեղ ուժեղներն են ժառանգելու երկնքի արքայությունը։ Ուժեղ ինչպես Աստծո հոգով, գնանք առաջ Աստծո հոգով, հավատքով, խնդրենք, որ Տերը իրապես մեր հետ կենդանի Սուրբ Հոգին հարաբերություն ունենա։ Եվ մենք մոտ լինենք Աստծուն, եւ մոտենանք նրան, որպեսզի նա մոտենա մեզ։
Մենք չպետք է լինենք քնած հավատացյալներ, քնած հոգևորներ։ Մենք պետք է արթնանանք, զորանանք եւ գնանք առաջ։ Մեզ այսօր արթնություն է պետք, զորություն է պետք։ Անձնապես մեր կյանքերի մեջ է պետք այդ արթնությունը, որպեսզի մեկս մյուսից գանք հրենք եւ ասենք արթնացիր, մի քնիր, շուտ արթնացիր, շուտ բարձրացիր։ Դու կարող ես, քեզ ոչինչ չի կարող խանգարել։ Ծաղր մի արա, լրջացիր, Աստծո սերը վայելիր։ Սա Աստծո տունն է, այստեղ եկել ես երկրպագելու Աստծուն։ Այո, ամեն։ Այսպիսի լրջությամբ գանք Աստծո առաջին եւ ասենք ողջ փառքը, պատիվը, մեծարանքը քեզ Տեր։ Ունենք կարիքդ ամեն ժամանակ Տեր, որ մեզ զորացնես քեզ երկրպագելու համար։ Շնորհակալ ենք Տեր։ Ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, լինի քեզ, լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, լինի քեզ, լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, Աբա Հայր, Սուրբ Աստված, Աստծո Փրկիչ, երբ Սուրբ Հոգի կանչում ենք քեզ, երբ Սուրբ Հոգի կանչում ենք քեզ, երբ Սուրբ Հոգի կանչում ենք քեզ, քո սուրբ կրակով հեղվիր այստեղ, 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 ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, լինի քեզ, լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ պատիվը, զորությունը լինի քեզ, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի քեզ, ամեն, ողջ փառքը, պատիվը, զորությունը լինի նրան, ամեն։
Եվս մեկ անգամ բուրնցափարեք մեր Տիրոջը, ավելի բուր, նա արժանի է առնելու ողջ փառքը, պատիվը, մեր Տերը սքանչելի է։ Շնորհակալ ենք Տիրոջից այս սքանչելի կիրակնօրյա օրվա համար, որ միաբանել, հավաքել է մեզ։ Իրոք նա արժանի է, որովհետև Տերը բնակվում է իր ժողովրդի փառաբանության եւ երկրպագության մեջ։ Շնորհակալ ենք փառաբանության խմբին այսօրվա համար, այս սքանչելի առաջնորդության համար, որ մեզ առաջնորդեց։ Ուզում եմ նստեք ներկայության մեջ, Տերը օրհնի բոլորիդ։ Եղբայրը երբ որ խոսքեր էր կարդում Աստծո խոսքից, հիշեցի մարգարեական այն խոսքը, որ ասում է. Ինչպես երկնքից անձրևը եւ ձյունը գալիս է եւ սնուցում է երկիրը եւ հողը տալիս է իր բերքը եւ իր պտուղը իր ժամանակին, այն Տիրոջ շուրթերից դուրս եկած ամեն մի խոսք պարաբիետ չի դառնալու, ամեն ժաննակուր Տերը օրհնի, Տերը զորացնի քեզ Հիսուս Քրիստոսի անով եւ Սուրբ Հոգու զորությունով, թող Աստծո Սուրբ Հոգու կրակը իջնի քո վրա եւ բժշկված լինես եւ նորմալ շնչառություն ունենաս Հիսուսի անունով։ Աստծո խոսքը, սա հնչեց նաեւ Աստծո խոսքը քեզ համար, երբեք պարապ տեղը ետ չի դառնա եւ այն խոսքերը, որ մեր եղբայրը կարդաց, սրտում դրվեց Սուրբ Հոգուց կարդալու, իրոք միգուցե ինձ համար չէր, բայց հնարավոր է ինչ որ մեկի համար հնչեց։ Տերը օրհնի ձեզ, Աստծո ժողովուրդ, որ սքանչելի օր է իմ համար ուրախալի, կիրակնօրյա, տերունական օր, կրկին անգամ հավաքվելու, Տիրոջը փառավորելու, Տիրոջ խոսքը կարդալու, կիսվելու ձեզ հետ։ Անցած ուրբաթ օրը, երբ որ աղոթքաժողովի ենք, Փառք Տիրոջը մարգարեի շուրթերով ինձ համար եղավ մի խոսք, որ Տերը գիտի, թե ես իրան ինչքան եմ սիրում եւ իրան ինչքան եմ նվիրված։ Թեև մեզանից յուրաքանչյուրը, ինչպես նաեւ ես, անցնում եմ դժվարությունների միջով, բոլորիս կյանքում լինում են կրիզիսներ, վիճակներ, ինչպես նաեւ իմ կյանքում, բայց ինձ համար հնչեց մխիթարական խոսք, որ ես գիտեմ, թե դու ինչքան ես ինձ սիրում, ուժովացիր, զորացիր, համբերիր, Փառք Տիրոջ այդ խոսքի համար, այդ խոսքը ինձ համար մխիթարական խոսք էր, որ ես մխիթարվեցի, իրոք պահ լինում, որ մտածում ես, ինչպես Սաղմոսի մեջ ասում, արդյոք Տերը մերժեց, արդյոք այս բանը խիչ եղավ, այս բանը խիչ ճշտվեց, սա մեր ցավն է, բայց Տիրոջ սա մեր դառն է, սա մեր խնդիրն է, բայց ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է, ամեն բանից Տերը տեղյակ է, ես էլ ունեմ իմ դժվարությունը, իմ խնդիրները, իմ խնդիրները չկա, քանի երկրի վրա ենք ու մարմնի մեջ ենք, մենք պետք է ունենանք դժվարություններ, մի անգամ ես քարոզի ժամանակ ասեցի, հնարավոր չի երկրի վրա մարմնի մեջ ապրենք ու մենք չունենանք, Պողոս Առաքելն ասում է, ձեզ մարդկային փորձություններից բացի առավել փորձություն չի պատահ, այսինքն կա ավելի բարձր փորձություններ, բայց մեզ պատահում է միայն մարդկային փորձությունները, եւ ամեն մարդ փորձության մեջ ինչի պատճառով է իր բուն սրտի ցանկության հետևից գնալով է անգնում փորձության մեջ։ Մանավանդ մեր օրերում համացանցային այս կյանքում մենք կարող ենք իրոք մի խոսքի պատճառով, մի լայքի պատճառով, մի դժվարություններ հովի հետ էի խոսում, ասում եմ, ես նայում եմ ինչ-որ բաներ, բայց լայք չեմ դնում, մանավանդ քաղաքական թեմաներով։ Իմ ստանդարտներին, իմ հասկացածին, իմ քրիստոնեական դաստիարակությանը դա դեմ է, դա իմ անձնական որոշումն է։ Կան ուրիշ բաներ, որտեղ ես լայք եմ դնում, որը հավանություն եմ տալիս, Հայաստանի մասին, Երևանի մասին բլոգերներ կան, որոնց նայում եմ եւ ես լայք եմ դնում։ Դա քաղաքականություն չի։ Ես հավանում եմ, որտեղ իմ երկիրն է։ Բայց հնարավոր է մենք ընկնենք փորձության մեջ, ինչ որ մի բան գրելով, մի կոմենտարիա գնելով։ Դու գրեցիր, այն մեկը քեզ պատասխանեց։ Դու չհամբերեցիր, գրեցիր, նա պատասխանեց եւ սա Աստծո խոսքն ասում է, դատար եւ այն առասպելական խոսակցությունից կարելի ենք փոխենք, չէ՞ մեր օրերում։ Եթե այն ժամանակ առասպելական խոսակցություններ, մեր օրերում կարելի ասել դատայք եւ ունայն կոմենտ գրելներն է կամ մեկնաբանություն գրելն է, որովհետեւ դա մեզ կտանի կգցի փորձության մեջ։ Դրա համար մենք պետք է լինենք զգուշ։ Մեր քաղաքակրթությունը ցիվիլիզացիա, երկրային չի։ Մենք պետք է մտածենք երկրայինի մասին երկնային մտածելակերպով։ Իմ սրտում մի անգամ Սուրբ Հոգին մի հատ խոսք տվեց. ամեն երկրային խնդրին նայիր երկնային տեսանկյունից։
Եթե մենք երկնքից նայենք մեր երկրային, երբ որ հորիզոնական դիրքով ենք մենք նայում մեր հոգսերին, խնդիրներին, խնդիրներին, փորձություններին, նրանք մեզ համար գողիաթներ են բարձր։ Բայց երբ որ մենք մեր երկնային քաղաքակրթությունով, այսինքն մենք վերևից նայենք, ինչքան բարձրանում ենք վերև, այդ գողիաթը դառնում է կետ, ավազի հատիկ։ Նույնպես ձեր յուրաքանչյուրի խնդրումը խնդիրը նայեք երկնային տեսակ, իսկ երկնային տեսանկյունից նայելու համար ինչ է պետք։ Տարբեր տեսակի նախապայմաններ կար։ Անկեղծ ասած խոսքից մեջ այս չկար, բայց ես ասում եմ Սուրբ Հոգուց, որովհետև իրոք ես ուրիշ բան պետք է քարոզեմ, բայց սա կարևոր է ասեմ։ Ինչ է պետք, որպեսզի մենք կարողանանք երկնային տեսանկյունից նայել մեր երկրային հոգսերին, խնդիրներին, մի քանի պայման, Աստծուն մոտենալ, Աստված ճանաչողություն։ Ամեն։ Ինչքան մոտենաս Աստծուն, Աստված կմոտենա քեզ։ Ինչքան մոտենաս Աստծուն, Աստված կմոտենա քեզ կզորացնի։ Ինչքան հաղորդակից լինես Սուրբ Հոգու հետ ու Սուրբ Հոգու հետ ընկերություն անես, այնքան Սուրբ Հոգին, որը ուղարկված է, որպեսզի նա մեզ համար մխիթարիչ, հանդիմանիչ, առաջնորդող, ուսուցանող, սովորացնող մի անձնավորություն, որ քո մեջ է ապրում, որը կարող է քեզ ամեն ժամանակ, ամեն պարագայում, եթե դու խոնարհվես ու լսես նրա ձայնը, նա քեզ առաջնորդի եւ ամեն դժվարությունից քեզ ազատագրի։ Ամեն փառք Աստծո։ Դրա համար մեր օրերում շատ արդիական այդ ունայն դատարկ այդ խոսակցություններից, բանից, քաղաքական դաշտում, լարված վիճակների մեջ մեր քաղաքակրթությունը երկնային է։ Եկեք երկնայինի մասին խոսանք։ Եկեք ավետարանի բարի լուրի մասին խոսանք։ Գրեք ինչ որ նկարներ, կարտոչկաներ, այսպես ասած, տարածեք, Աստծո խոսքից համարներ տարածեք, ինչու՞ չէ, եւ Instagram-ում, եւ Facebook-ում դա ավետարանչությունն է, հոգեվոր երգերը տարածեք, եւ ոչ միայն մեր եղբոր, բոլոր նրանց, ովքեր որ դա ավետարանչությունն է, ես երկու ձեռքով ասում եմ ամեն եւ կողմ եմ, ես չեմ ասում չօգտվել սոցիալական ցանցերից, բայց քաղաքական դաշտում քրիստոնյաները պետք է շատ վերնաշճան զգուշ լինենք, որովհետեւ Աստծո խոսքն ասում է ամեն դատարկ խոսքի համար մենք պետք է հաշիվ տանք Աստծուն, պատկերացրեք, եւ առաքյալն ասում է սարսափելի բան է կենթանի Աստծո ձեռքն ընկները։ Մեր Աստված սիրող հայր է, բայց միտեղ էլ ասում է մենք զգուշ պետք է լինենք, որովհետեւ մենք պետք է հաշիվ տանք մեր Տիրոջը։ Ամեն։ Անցնեմ բուն թեմային։ Տեր օրհնի այսօր սքանչելի օր է, իրոք ամեն խոսք թող Աստծո կողմից ուղարկված լինի։ Ես ուզում եմ մի կարճ աղոթք անել Սուրբ Հոգի, ես խնդրում եմ քո ներկայությունը այստեղ է, ես գիտեմ, որովհետև Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսն ասում է, որտեղ 2-3 հոգի հավաքված իմ անունով եւ ես այնտեղ ներկա եմ, ես գիտեմ, որ քո հոգին այստեղ է, քո ներկայությունը կա եւ մեզանից յուրաքանչյուրի մեջ է։ Սուրբ Հոգի, ես խնդրում եմ քո առաջնորդությունը եւ այն, ինչ որ ինձ սովորացրել ես, դրել ես իմ սրտին, փոխի օգնիր, որ իմաստուն կերպով եւ ոչ թե մարդկային իմաստությունով, այլ քո հոգու սովորացրած իմաստությունով ես կարողանամ փոխանցել այն, ինչ որ դու իմ սրտում դրել ես եւ ես քո ժողովրդին Տեր իմ Աստված դուր ականջ լսելու եւ սիրտ ընդունելու եւ այն խոսքդ, որ ասվի, թող իրանք գործածեն իրենց կյանքի մնացած օրերի ընթացքում, թող այն երկնային կերակուրը, այն երկնային մանանան, որ հիմա պիտի տրվի նրանց Տեր իմ Աստված հավիտենական կյանքի համար լինի, հավիտենական կյանքի խոսքեր լինի, այն երկնքից ուղարկված խոսքը, որ գալիս է, թող առատապես որոքի այն բերի հողը, որ կան նրանց սրտում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն ժողովուրդ ասեց ամեն։ Ամեն։ Բացում եմ Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ։ Առաջի համար, առաջի խոսքից։ Երևի շատերը գիտեք, ովքեր որ գիտեն հիշեցին, ովքեր չեք կարող են, եթե ունեք, բացեք, նայեք։ Բայց ես կկարդամ մի փոքր հատված, շատ երկար չեմ ձանձրացնի, բայց Աստծո խոսքը կարդալ պետք է։ Ես եմ սա ասում է Հիսուս Քրիստոսը։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձ անում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան։ Թող ամեն մարդ քննի իր անձը, սա յուրաքանչյուրիս է վերաբերվում, որտեղ մենք Հիսուս Քրիստոսը որդատունքն է եւ մենք նրա վրա պատվաստված ճյուղերը։ Սա մեզանից յուրաքանչյուրի համար է ասում եւ Հիսուսը սա ասում էր իր աշակերտներին։ Աստծո խոսքը երեք այսօր եւ հավիտյան նույնն է եւ մեզ համար է։
Նա կտրում է ամեն ճյուղ, որ ինձանում չէ եւ Հրաս։ Ոչինչ։ Անջատվեց երևի, միգուցե։ Շարունակենք։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան։ Եվ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ ել ավելի պտղաբեր լինեք։ Դուք արդեն մաքուր եք, քույրս եւ եղբայրս, սա վերաբերվում է նաեւ մեզ։ Մենք արդեն մաքուր ենք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Քրիստոսը խոսքը խոսացել է եւ մենք ընդունել ենք եւ այսօր այստեղ ենք։ Կացեք ինձանում եւ ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չի պտուղ բերել, եթե որդումը չմնա, այնպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք, չեք կարող պտուղ բերել։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Եթե մեկն ինձանում չի մնում, նա դուրս կգցվի, ինչպես ճյուղը եւ կչորանա։ Ես ժողովում են նրանց եւ կրակի մեջ գցում եւ այրվում։ Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք կխնդրեք եւ կլինի ձեզանից։ Սրանով փառավորվեցավ իմ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտները լինեք։ Մի քիչ որպես կարդամ, Քրիստոսը խոսում է հետո սիրո մասին, բարեկամ լինելու մասին, այս ներքևի հատվածում կարդում եմ ավելի ներքևից 16-րդ խոսքից։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա հավիտյան, որպեսզի ինչ որ էլ իմ հորիցը խնդրեք իմ անունով, տա ձեզ։ Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Ամեն։ Երևի որոշները կռահեցին, խոսքս պետքա լինի որդատունքի վրա եղած ճյուղերի բերած պտղի մասին, պտղաբերության մասին։ Թող մեզանից յուրաքանչյուրի համար մեր կյանքը լինի պտղաբեր, արդյունավետ։ Եթե մենք որդատունքի տունքի վրա պատվաստված ենք, մենք պարտավոր ենք բերել բարի պտուղ։ Ամեն։ Երբ որ խորհում եմ ես թեմայի շուրջ, մտովի պատկերացրեցի, երբ որ փոքր էի, պատանի հասակում, հիշում եմ, որ ինչպես մեր քաղաքում, ինչպես գնում էի պապիկ տատիկիս մոտ, հիշում եմ, որ ծառի վրա, երբ որ ծառը աճում էր, մրգատու ծառը աճում էր, եւ մի ճյուղի վրա թրթուրներ էին հայտնվում, որոշները շատերդ կհիշեք, այդ ժամանակի ընթացքում ինչպիսին էր դառնում այդ ճյուղը, ամբողջությամբ կերված, մերկացած, տկլոր, ինչի համար, որ այդ ճյուղը այլ պտուղը չէր կարա տար, որովհետև գիշատիչը կերել էր, այսինքն անպիտան էր դարել այդ ճյուղը։ Ինչ էին անում, քիմիկատներ էին անում եւ ծայրահեղ դեպքում կտրում էին այդ ճյուղը, որպեսզի չտարածվի, որդերը չտարածվեն այլ ճյուղերի վրա։ Դրան այլ լուծում չկա։ Այդպես էլ մենք։ Եթե մենք պատվաստված ենք որդատունքի վրա, մենք պարտավոր ենք մեր բարի պտուղները բերել։ Ամեն, որովհետև Հիսուս Քրիստոսը ինքը մեր օրինակն էր, Հիսուս Քրիստոսը երբ որ եկավ ինքը կատարելությունն էր, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը, կյանքը եւ Հիսուս Քրիստոսով մենք ունենալու ենք այն, ինչ որ մեզ խոստացել, ինչպես Հիսուսն եկավ ու պտուղները բերեց ու ցույց տվեց Սուրբ Հոգու միջոցով ամենքից մեջ կա դրված այդ պտուղը, այսօր էլ մենք Սուրբ Հոգիով պետք է պտղաբեր լինենք բարի ծառի վրա պատվաստված։ Ես ինձ համար առանձնացրել եմ մի քանի կետ, թե որոնք են սուրբ այդ պտուղները մեր կյանքի մեջ։ Առաջինը իմ համար մի այսպիսի բան է, իմ մեջ եղած վկայությունն է, այդ պտուղը։ Ամենաառաջին բանը, երբ որ մարդը ապաշխարում է կամ վերստին ծնունդ է ստանում, նա իր մեջ ունենում է մի վկայություն, մի պտուղ, Սուրբ Հոգու կողմից դրված։ Մեկը մեր մեջից ասում է, որ դու փրկված ես, եւ Աստծո հոգին մեր հոգու հետ մեզ ասում է, որ մենք փրկված ենք։ Դա մի պտուղ է, որ մեզ տալիս է կյանք եւ էներգիա առաջ գնալու համար։ Որովհետեւ այն վկայությունը, որ մենք ունենք,
Դա Սուրբ Հոգու աշխատանքն է եւ այդ վկայությունը մեզ տալիս է պտուղներ, որպեսզի մենք կարողանանք այս չար օրերի մեջ առաջ գնալ։ Ամեն այդ վկայությունը մենք պետք է մեր մեջ ունենանք։ Այդ վկայությունը մեզ տալիս է հույս, մխիթարություն։ Ամեն մենք հույսով սպասում ենք այն երանելի օրվան, որ այդ վկայությունը կա, որ մենք փրկված ենք, ինչպես Քրիստոս, այնպես է քրիստոսինները։ Ինչպես Քրիստոսը մահացավ եւ հարություն առավ նստեց հոր աջ կողմը, այնպես գալուստով թեև մահանանք, թեև կենթանի լինենք, հոր աջ ներկայության, հոչ ներկայության մեջ պիտի լինենք, որովհետեւ Հիսուսն ասում էր. իմ հոր տան մեջ բնակարաններ կան, շատ։ Գնում եմ, գամ, որ ձեզ էլ տանեմ այնտեղ։ Ամեն այն վկայությունը, որ դու քո մեջ ունես, դա մի պտուղ է, թող այդ պտուղը քո մեջ մնա, ամենաառաջի վկայությունն է, որ դու փրկված ես, որ դու վերստին ծնված ես, որ դու Աստծո զավակ ես, որ քո անունը գրված է երկնքի արքայության, այդ երկնքի արքայության գրքի մեջ, հավիտենական գրքի մեջ։ Ամեն։ Երկրորդ, որը պիտի լինի մեր պտուղը։ Երբ որ մենք փրկություն ենք ժառանգում եւ հավատում ենք, որ մենք փրկված ենք, մենք ուղղակի պարտավոր ենք ավետարանի բարի լուրը տարածել մարդկանց։ Գնալ եւ պտուղ բերել։ Հիսուսն ասում էր. առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Ամեն։ Ինչպես եղբայր, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Քույրս եղբայրս, այսօր այն ժամանակներն է, այն օրերն է, որ մենք պարտավոր ենք գնալ եւ պտուղ բերել։ Մարդկանց ավետարանի խոսքը տարածել։ Մեր կյանքի փոփոխությունը որպես վկայություն մարդկանց տարածենք։ Մենք պարտավոր ենք լինենք այս աշխարհի մեջ աղ եւ լույս։ Ամեն։ Մենք պարտավոր ենք լինենք Քրիստոսի բաց ավետարանը, մեր նամակները։ Մենք պարտավոր ենք լինենք անուշահոտ խունկ, որ մարդիկ իրոք մեր հետ հաղորդակցվելով տեսնեն, որ իրոք մենք աղ եւ լույս ենք եւ ավետարանի լույսն ենք տարածում, ավետարանի խոսքն ենք տարածում։ Քույրես եղբայրս, ուզում եմ խավիալել մեր օրերում, որպեսզի մենք, ինչպես հայտնության գրքում է ասում, որ նրանք հաղթեցին իրանց գառան այրունով եւ իրանց վկայության խոսքով։ Չեմ ուզում, որ մենք, երբ որ գնանք երկինք, մենք դատարկաձեռն լինենք, մենք փրկված ենք ու վերջ։ Ոչ։ Մեզ համար երկնքում կարելի ասել գանձատուն կա, որտեղ մենք հավաքում ենք մեր գանձերը։ Ես շատ եմ խորհում թեմային կցեմ նաեւ այս միտքը, որ լավ, շատերս հավատացինք եւ հավատում ենք, որ փրկված ենք։ Ամեն։ Բարձրանալու ենք Աստծո ներկայության մեջ։ Արդյոք ամենքիս մի արշինով պետք է չափի կամ մի պատվի պետք է արժանացնի։ Ամեն։ Կարելի ասել, որ ոչ։ Շատ մարդիկ կամ փրկված են։ Իրանց տանը նստած, մատները մատի չեն տալիս։ Արդյոք շատ մարդիկ կամ փրկված են, բայց ստիպում են իրանց, որ միջանկյալ ժողովներին ներկա գտնվեն։ Շատ մարդիկ կա, որ փրկված են, պարտադրում են իրանց, որ ժամով աղոթ կանել։ Արդյոք Տերը չի լսում, չի տեսնում այդ ամենը։ Այդ դրանք բոլորը պտուղներ են, քույրես եղբայրս։ Շատ հեշտ է կողքից նայել, դատել, չափել, ձևել, մատը մատին չտալ։ Յուրաքանչյուր մարդու համար եմ ասում, յուրաքանչյուր եկեղեցու, ամեն եկեղեցում էլ կան դատողներ եւ քննադատողներ։ Էս մի տեղը, էս ինչը դուրս չի գալի, այն մի տեղը, այն ինչը դուրս չի գալի, թե մարդը փրկված է, Տերը ների նրան, որ նա դատում է, բայց ու ես մտածում եմ, լավ, արդյոք մենք, որ անում ենք մի բան, Աստված նույն ձևով պետք է հատուցանի ինչ որ չանողին։ Եվ ես հասկացա մի բան, ինչպես երկնքում աստղերը տարբերվում են իրանց փառքով, այնպես էլ երկնքում ամեն մի Աստծո զավակ, նա որ Աստծո գործի համար պատրաստ է եղել, արել է, չեմ ասում նրանց, որ նահատակվել են, առավել ևս նրանք, որ Քրիստոսի անվան համար նահատակվել են, Աստված ամեն մեկին արդար դատավորը ճիշտ փառքի պետք է արժանացնի։ Եթե ուզում ես երկնքում արժանանաս ամենամեծ փառքերի կատարյալ հավիտենական Աստծո կողմից, քույրես եղբայրս, մի բան արա եկեղեցու մեջ։ Աստծո ժողովրդի համար մի բան արա։ Իմացեք, որ ոչինչ հենց այնպես չի անցնում։ Յուրաքանչյուր ծառայություն եկեղեցու մեջ, կարգ ու կանոն, փառաբանություն, հովություն, քարոզել, հեշտ չի քարոզել, ասեմ, խոսք պատրաստելը հեշտ չի,
Ամեն ժամանակ աղոտ կարեք Կիրակնորյա ծառայողի համար։ Ամեն միշտ ասում եմ։ Իրոք, որովհետև ամբյոնում կակրած մարդը խորանում գտնվող մարդն է։ Մեծ պատասխանատվություն ունի ինքը ամեն խոսքի համար, որ այդ մարդը իրոք Աստծո հոգուց առած խոսա, ոչ թե մարդկային իմաստությունով, թե համագործակցի Սուրբ Հոգու հետ, բայց հայտնությունները ունենա Աստծուց, հայտնությունները ունենա Սուրբ Հոգուց, հայտնությունները լինեն, որպեսզի մարդիկ կերակրվեն, ոչ թե գանքումները տանի, ձանձրանան, այլ իրոք մարդը մի բան առած գնա տուն, որպեսզի չձանձրանա։ Իրոք լինի մեզ համար այդ երկնային կերակուրը, երկնային մանանան։ Ամեն։ Տեր օրհնի։ Դրա համար ուզում եմ կրկին անգամ քաջարել քույրս եղբայրս, եթե եկեղեցում ունես ծառայություն, ծառայիր։ Եկեղեցում չունես ծառայություն, գտիր մի ծառայություն, ամենաչնչին ծառայությունը Տերը հատուցանում է։ Մենք երկրի վրա հյուր ենք, բայց եկեղեցում էլ այդքան հյուրի կարգավիճակով լինելը սա ընտանիք է։ Քո ընտանիքում դու հյուր չես, դու ժամանակավոր չես, գաս, գնաս։ Դու այդ ընտանիքում ապրում ես, հիմնական ընտանիքի անդամն ես։ Կերակրվում ես, քնում ես, հանգստանում ես, լվացում ես, բայց դու չես կարող լինես այդ տան մեջ հյուր, ապրես որպես հյուրի կարգավիճակում, ոնց ուզենաս, այնպես ապրես, ոչ, քո լուման պետք է դնես։ Նույնպես էլ եկեղեցին դա մի մեծ ընտանիք է, քույրես եղբայրս։ Գտի քեզ համար համապատասխան ծառայություն։ Ծառայիր, իմացիր, որ այն փառքը, որ Աստված պատրաստել է քեզ համար, Աստված տալու է երկնքում եւ դու փառավորվելու ես։ Մենք մի սանդղակի վրա չենք լինելու։ Ես իմ համար եմ միշտ սա իմ համար ինչպես ասեմ, մի ստիմուլ է, քաջալերական պահ է, որ եթե մի բան անում եմ, ես հավատում եմ, որ Տերը ինձ հատուցանելու է։ Եթե համեմատեմ ինձ չանողի հետ, հասկանալի է, չանողը փրկված է էլի, բայց ես հասկանում եմ, որ ինձ մեծ փառք է սպասվում, որից ես պետք է ինձ չզրկեմ։ Պետք է արժանանամ այդ փառքին, երկնային փառքին։ Երկրային փառքը ժամանակավոր է։ Ամեն։ Մարդիկ ձգտում են, սպորտսմենները ձգտում են, ինչ որ անհատները ձգտում են մեծ փառքի, աստղերը ձգտում են մեծ փառքի արժանանալ, որոնց չես էլ հիշում այսօր, ասենք 100 տարի եղել են մեծ փառավորված, թագավորները ձգտել են մեծ փառքի։ Հիշում ես, բայց նրանք անցել գնացել են, որովհետև նրանք հավիտենական չեն, բայց երկնքում այն փառքը, որ սպասվում է մեզ, դա հավիտենական է։ Իրոք Տերը պետք է ասի բարի եւ հավատարիմ ծառա, դու երկրի վրա հավատարիմ ես, մնացներս ճիշտ օգտագործեցիր, մտիր իմ երկնքի արքայությունը եւ թագավորիր, այսպես ասած, քաղաքների վրա։ Տեր օրհնի, ավետարանեք մարդկանց Աստծո խոսքը, վկայեք, դուք եք ա երկրի աղը եւ լույսը, ձեզանից է կախված շատ մարդկանց փրկությունը, ձեր աղոթքներով, միգուցե չի ստացվում ավետարանել ոչինչ, բայց աղոթիր քո հարազատների համար, քո բարեկամների համար, աղոթքի ժամանակ ընծայիր տուր Աստծուն, Աստծո առջև գալու, աղոթիր երկրի համար, աղոթիր թագավորների համար, իշխանավորներ Պողոս առաքյալը ասում է մեր պարտականությունն է, մենք պարտավոր ենք ամեն մարդկանց համար աղոթք անել, մանավանդ թագավորների եւ իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ վարեն այս երկիրը, գնան, մենք էլ Աստված պաշտության կյանքը կանանք։ Պողոսն էլ հեշտ ժամանակներում չէր ապրում, առաջի դարում այդքան էլ հեշտ չէր։ Երևի կարելի ասել մեր համար ինչ որտեղ ավելի հեշտ էր, քան թե առաջի դարում, երբ որ առաքյալները, աշակերտները քրիստոնեությունը նոր մտնում էր աշխարհ, չէ՞, Քրիստոսի ավետարանի խոսքը մտնում էր աշխարհ, ինչ էին անում, գիտենք։ Ներոն թագավորը հալածում էր, ոչնչացում էին, առյուծների բերանն էին գցում։ Հեշտ չէր ընտանիքներով, երեխաներով, կանանցով ընկնել առյուծների բերանը արժանանալ։ Քրիստոնյաներին սարքում էին կենթանի ջահեր, այրում էին, որպեսզի ճանապարհները խաչում էին։ Մենք մի երկրում ենք ապրում, որ նման բան չկա։ Կան երկրներ, որտեղ քրիստոնյաներին հալածում են, բայց իմացեք, Աստված կենթանիների Աստվածն է։ Աստված մեռելների Աստված չէ։ Մեզ համար է մահը այն process-ը, երբ որ, ասենք, մարդը ննջեց, գնաց, բայց Աստված հոգիների Աստվածն է, եւ այդ հոգին հավիտենական է, եթե մարդը երկրի վրա վերջացրեց իր երկրային կյանքը, որոշ ժամանակ ապրելով երկրի վրա, իմացեք, որ եթե նահատակվեց, առավել եւս նա երկնքում մեծ փառքի է արժանանալու։ Տերը օգնական։ Երրորդ կետը։
Ապրել ոչ միայն խոսքով, այլ գործով։ Քույրես եղբայրս, թող քո կյանքը ոչ միայն խոսք լինի, այլ գործ։ Փորձիր բարեգործություններ անես։ Մի քիչ վերևում ասեցի էլ, բայց առանձնացրած էր ինձ համար, փորձիր բարեգործություններ անես, օգնության ձեռք մեկնես։ Ոչ միայն ֆինանսապես, պարտադիր չի։ Ցանկալի է, եթե հնարավորություն դներում, ֆինանսապես։ Դրանով դու պտուղներ ես բերում։ Դրանով մենք ցույց ենք տալիս, որ մենք պատվաստված ենք որդատունքի վրա։ Եթե մենք չունենք նմանատիպ պտուղներ, շատ վտանգավոր է, որովհետև մենք նման կլինենք այն չոր ճյուղին, որ կարող է մի օր կտրվենք։ Կարող է մի օր կտրվենք, եւ դա շատ վտանգավոր է։ Դրա համար պտուղ բերելը մեզ համար օրհասական է, ամեն քրիստոնյայի համար պտուղ բերելը, նաև բարեգործությամբ իր ձեռքը մեկնելով, տանը կլինի, հարևաններին կլինի, շրջապարժապալի, չգիտեմ, աշխատանքի տեղը կլինի, փորձեք բարեգործություն անել, լինել աղև լույս։ Հիշեցի մի բան, երբ որ կարդում էի ավետարանը, Հիսուսը ասում էր, որ ձեզ էլ ծառաներ չեմ ասում, դուք իմ բարեկամներն եք, և քույրես եղբայրս, երբ որ Հիսուս Քրիստոս ավետանի բարի լուրը բերեց աշխարհ, նրանց ասում էր բարեկամներ եւ աշակերտները մենք գիտենք, որ աշակերտները իրանք առաջի ավետարանի խոսքը քարոզողներն էին, առաքյալներն էին, ամեն, եւ երբեք Հիսուս Քրիստոսը չասեց, որ դուք քրիստոնյաներ եք։ Որովհետեւ քրիստոնյաներ քրիստոնեությունը մուտք գործեց առաջի դարի կեսերին Անտիոք քաղաքում։ Գիտենք, Գործք առաքելոց գրքում ասում է, որ առաջի հավատացյալները մինչև այդ ժամանակները նրանց ասում էին սուրբեր, Պողոսը գրում է եղբայրներ, նազովրեցիներ, որովհետև Հիսուսը նազովրեր քաղաքից էր։ Բայց առաջի դարում նրանք, ովքեր Քրիստոսի հետևորդներն էին, նրանց անվանեցին քրիստոնյաներ։ Եվ այսօր մեր օրերում նրանք, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, դա դեռ քիչ է։ Քրիստոնյան նաև պետք է լինի աշակերտ։ Շատ կարևոր է, որովհետև Քրիստոսի հետևորդները, երբ որ Քրիստոսը, նրանք աշակերտներն էին ու առաքյալներն էին, աշակերտում էին։ Հիսուս Քրիստոս ավետարանի բարի լուրը սովորացնում էր իր աշակերտներին։ Եվ նրանք ապրում էին, նրանք սկի չէին էլ մտածում, որ մեկ օր նրանց պետք է անվանեն քրիստոնյաներ։ Մեզ համար է դա դարձել։ Մտավ ու դարեր շարունակ գրվեց, որ գնաց, որ սա մի նոր կրոն է, Քրիստոսի բերած կրոնն է եւ քրիստոնեություն հետ կապված։ Բայց մեր օրերում շատ կարևոր է, որ մենք լինենք աշակերտ, ոչ թե լինենք ուղղակի քրիստոնյա, այլ մենք լինենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը։ Քայլելով Հիսուս Քրիստոսի հետ, վարվելով Քրիստոսի խոսքով, ապրելով Քրիստոսի խոսքով։ Քույրես եղբայրս, չկա ոչ մի երկրի վրա այլ դավանություն, այլ կրոն, եթե հիմնված չի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ որդանունքի վրա, ճշմարտություն լինի։ Ամեն։ Որովհետև եթե մի կրոն, մի դավանանք մեր օրերում եւ դարեր շարունակ չի ասում, որ Հիսուսն է Աստված եւ այդ որդատունքի վրա է հիմնվում իր ուսմունքը, դա օտար ճյուղ է, չորացած ճյուղ է։ Եվ նա չի կարող պտուղ բերել եւ հավիտենական կյանքի արժանանալ։ Իսկ Հիսուսն ասում է. «Ին վրա պատրաստված ճյուղը հայրը էլ ավելի կտրում է, որ ավելի բերքարած սարքի»։ Ամեն։ Եթե մի ճյուղ, մի ուսմունք, մի դավանանք հիմնված չէ Հիսուս Քրիստոս Աստծո որդի վրա, որ նա եկավ, մահացավ, դրվեց գերեզման, հարություն առավ եւ երկնքում է, որ Աստված է, Աստված մարմնով հայտնվեցավ մեզ, հրեշտակներին երևացավ, եթե այս ուսմունքի վրա դրված չէ, այդ ուսմունքը մեծ կասկածանքի տակ է։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, մի քիչ երևի ձանձրացնում եմ, բայց ուզում եմ կարդալ առաջի Սաղմոսը։ Առաջի Սաղմոսից մի փոքր հատված։ Երանելի ես դու քույրս եւ եղբայրս։ Ինչի։ Երանելի այն մարդը,
քույրս եւ եղբայրս, որ ամբարշտի խորթի մեջ չի գնում եւ մեղավորների ճանապարհների մեջ չի կանգնում եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Ամեն։ Ինչի՞։ Այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է։ Այսինքն օր ու գիշեր դու մտածում ես Տիրոջ օրենքի մեջ։ Շատ խորհեք Աստծո խոսքի սահմաններում, շատ մտածեք։ Աստված պատվիրում էր հին ուխտում, որպեսզի Աստծո խոսքը ամեն իսրայելացի իր տան պատերին պատվիրանները եւ խոսքը, օրենքները գրված ունենա, ինչի որ աչքի առաջին լինի, որ ամեն ժամանակ հիմա էլ հրեաները, ռաբիները եւ իրանց աշակերտները անգիր անում են Աստծո խոսքից հատվածներ, անգիր գիտեն։ Դրա համար մեզ համար էլ կարևոր է, որպես մենք Աստծո աշակերտներ, Քրիստոսի հետևորդներ, օրհասական է, շատ կարևոր է, որ մենք շատ իմանանք, լավ իմանանք Աստծո խոսքը, որպեսզի սատանայի որոգայթի մեջ չընկնենք։ Այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է։ Ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Մտածիր ցերեկ ու գիշեր Աստծո օրենքի եւ Աստծո խոսքի եւ այն խոսքը չէ, որ օրենքով էր, այլ այն խոսքը, որ շնորհքով է մեր մեջ տեղափոխված, որ Սուրբ Հոգին ամեն ժամանակ տալիս կարող է զիշացնել։ Այդ մարդը ջրերի գնացքում տնկված ծառերի պես է, որ պտուղը տալիս է իրեն ժամանակ եւ նրա տերևը չի թափվում եւ ամեն ինչ որ հաջողվում է։ Մի հետաքրքիր բան, այդ մարդը ջրերի դրված ծառի պես է, պտղաբեր ծառի պես։ Տեսել եք, չէ՞ լի օրինակ ասեցի, ծառը որ դրված է, տնկված է ջրերի կողքը, նա ինչքան պտղաբեր է, տերևները թարլան, կանաչ, առողջ, պտուղը տալիս է իր ժամանակին։ Քույրս եղբայրս, համարենք, որ ձեզանից յուրաքանչյուրը մի ծառ է, որ տնկված է կենդանի ջրերի աղբյուրի մոտ։ Բոլոր ծառերը մեկ չեն։ Խոսքս պտղատու ծառերի մասին է։ Պտղատու ծառերի մասին է։ Բոլոր ծառերը մեկ չեն։ Եվ բոլոր ծառերը մի պտուղ չեն բերում։ Ամեն մի ծառ յուրահատուկ պտուղ է բերում։ Խնձորը տալիս է խնձոր, տանձը տալիս է տանձ, զեյթունը տալիս է զեյթուն, սալորը տալիս է սալոր, խաղողի վազը թուզը տալիս է թույլ, ամեն մեկը կարող եք մտովի պատկերացնել։ Հիմա համարենք, որ ձեզանից ամեն մեկը մի ծառ է։ Երբեք մի նայիր կողքի ծառի տված պտուղին։ Եթե դու խնձորի ծառ ես ու տալու ես պարտավոր ես տալ խնձոր, դու տուր այդ խնձորը։ Մի նայիր թե կողքի ծառը, որ տանձ է տվել, ինչքան է տվել, ոնց է տվել։ Դու քո տված խնձորի համար ես հաշիվ տալու Աստծուն։ Ասել է թե այն պտուղները, այն գործը, որ դու անում ես, երբեք մի քննիր ուրիշի արածի կամ չարածի հետ, կողքին հաշիվ ենք տալու միայն Աստծուն։ Լավ է հարգել, լավ է սիրել, լավ է ընդունել, բայց չհամեմատվել եւ առավել եւս կոնկուրենցիա քրիստոնյաների համար դա պետք չի, որովհետև մենք եկեղեցում կոնկուրենցիա չունենք, ով է բարձր, ով է ցածր։ Բոլորս մի որդատունքի վրա պատվաստված ենք։ Ամեն մեկս հորդառատ ջրերի կողքը տնկածի ծառ ենք։ Դու մի ծառ ես, այն գործը, որ քեզ Տերը տվել է, փառքով եւ պատվով այդ գործը տար եւ ավարտին հասցրու։ Ամեն։ Մի նայր թե կողքինդ ինչ արեց, ոնց արեց, լավ արեց, թե վատ արեց։ Այսօր կարող է լավ անում, վաղը թերի ու պակասան, ոչ մեկս կատարյալ չենք։ Ամեն։ Կարող է մեկը մի բանում տկարանա, կարող է մեկը հիվանդ է, կարող է մեկը անտրամադիր է, ինչ որ հարցեր կա, խնդիրներ կա, ոչ մեկս կատարյալ չենք, կուզենանք կատարյալ լինենք, երբ որ կատարյալ լինենք երկնքում Քրիստոսին կդիմավորենք։ Ամեն։ Դրա համար մեզանից յուրաքանչյուրը դու քույրես եղբայրս, դու մի ծառ ես, որ տնկված ես կենթանի ջրերի աղբյուրի կողքը եւ քո ժամանակին դու տալիս ես քո պտուղը։ Նա ջրերի գնացքում տնկված ծառերի պես է, որ պտուղը տալիս է իր ժամանակին եւ նրա տերևը չի թափվում եւ ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Ամեն ինչ որ անես պետք է հաջողվի
Սա հավիտենական Աստծո կողմից ասված խոսքն է։ Աստված ասել է, ինչ որ անես, պետք է հաջողվի քեզ։ Ինչ որ գործ ձեռնարկես, Տերը օրհնում է։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է իրոք խոսքը, Աստծո հետ հաղորդակցությունը, Աստծո ներկայության մեջ լինելը, աղոթքի ընթացք ունենալը, Սուրբ Հոգու ներկայությունով առաջնորդվելը, կրկնում եմ կրկին անգամ, սրբության կյանք ապրելը, անձի զգուշություն անելը, չդատելը, չքննելը, պարավական սուտ ունայնություններից հեռու մնալը, առավել եւս գուշակությունների ու աստղագուշակություններից հեռու մնալը, Աստծո մարդուն դրան պետք չեն, դրանք մեզ կտանեն Աստծոց հեռացման։ Մեզ պետք է սրբության կյանք, Աստծո հետ հաղորդակցություն, խոսք իմանալ, աղոթքի կյանք ունենալ։ Ամեն։ Ղուկասի 13:6-ը մի փոքր հատված կարդամ։ Էլի պտղի համար է։ Օրինակը Աստծո եւ Հիսուս Քրիստոսի հետ է կապված։ Հիսուսը մի այսպիսի առակ ասեց։ Գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ավետարանի խոսքը խոսում էր իր աշակերտներին, սովորեցնում էր առակների միջոցով։ Առակը ինչ կուսուսանե վարդապետ։ Ամեն։ Առակների հետո աշակերտներն ասում են՝ մեկնիր մեզ այս առակը։ Եվ Հիսուս Քրիստոսը մեկնությունը տալիս, ասում է, ձեր տրված է իմանալ, բայց աշխարհինն չէ։ Մեզ շատ առակների մեկնություն տրված է, որովհետև Սուրբ Հոգին մեր մեջ է եւ նա առաջնորդում է։ Հիմա Ղուկասի 13:6 Հիսուսն այս առակն էլ ասեց. մի մարդ իր այգու մեջ մի թզենի էր տնկել եւ եկավ եւ նրա վրա պտուղ որոնեց եւ չգտավ։ Եվ այգեպանին ասեց. ահա 3 տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենուց վրա եւ չեմ գտնում։ Կտրիր դրան, ինչու դա երկիրը խափան է։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տեր, այս տարի էլ թող դրան, մինչեւ որ դրա 4 կողմովը փորեմ եւ աղբացեմ, թերևս պտուղ բերե, ապա թե ոչ, եկող տարի կտրիր դրան։ Այգեպանը Աստվածն է։ Ներողություն։ Այգեպանը Հիսուս Քրիստոսն է։ Մարդը Աստվածն է, որ տնկել է մեզ։ Մենք թզենին ենք։ Եթե մենք ժամանակին պտուղը չբերենք, պտուղ չտանք։ Մի մտածեք, որ Աստված երկայնամիտ չի ու մի անգամից կկտրի։ Ոչ։ Այգեպանին ասում է. մի քիչ մշակի։ Մենք բոլորս մշակվելու կարիք ունենք։ Չէ՞ որ ասում է հողը փխրացնեմ, աղբ լցնեմ։ Դա պատկաբերության, առատության արգասիքներն, այսինքն Սուրբ Հոգու հետ կապված։ Այսինքն Տեր Հիսուսն ասում է. Պապ, այդ մարդ, հարուստ, այսինքն հայր, մի քիչ համբերի, միգուցե Սուրբ Հոգուն այս մարդու հետ մի քիչ էլ աշխատանք տանի։ Մի անգամից մի կտրի գցի։ Հովհաննեսի 15-ում ասեց, եթե մի ճյուղ չորացած է ու իր պտուղը չի տալիս, նա կտրում է։ Բայց այդտեղ ասում է համբերությունով հարուստ մարդը սպասում է, այսինքն հայրը համբերությունով սպասում է իր զավակների պտղաբերությանը։ Ամեն։ Մի անգամից չի կտրում, չի ոչնչացնում, Աստված ինքը սիրող հայր է, ներող հայր է, սպասող հայր է։ Մի անգամից չի ասում, ոյ, մի շաբաթ էս ինչ աղոթք չարեցիր, վերջ։ Ես բոլոր իրավունքներից քեզ զրկում եմ։ Աստված ինքնիշխան Աստված է եւ մեր կյանքի մեջ իշխանություն ունի ամեն ձևով։ Մի հատ օրինակ եմ հիշել, երկար ժամանակ մտորում եմ ես իմ կյանքի հետ կապված, այս թեմայի չէ, այս վերջի ասածս խոսքի հետ է կապված, որ Աստված ինքնիշխան է։ Տարիներ առաջ աշխատանքի տեղը, մեզանից յուրաքանչյուրի աշխատանքի տեղը կարող է կապված նմանատիպ օրինակներ եղած են, բայց ինձ համար եղավ մի լուսավորվելու միտքս պայծառացավ այդ օրինակը, որ իմ կյանքի հետ կատարվեց։ Աշխատանքի վայրում կան տարբեր տեսակի նյութեր, որոնք ընդհանրական են։ Բոլորս կարող ենք այդ նյութից օգտվել։ Ամեն։ Ոչ մեկ չի կարող ասել, որովհետև պատկանում է բոլորիս։ Կան նյութեր, որ անձամբ իմն է։
ինձ է պատկանում, որովհետև ինչ եմ արել ես դրա համար, վճարել եմ։ Երբ որ դու մի բանի համար վճարում ես, ու առավել եւս ունենում ես կտրոն, դու մտնում ես լիարժեք իշխանության մեջ այդ տվյալ ապրանքի վրա։ Իմ նյութերից մեկը վերցրել օգտագործել էին, ուղղակի չբորբոքվեցի, բայց մտածեցի լավ։ Մարդը վերցրել օգտագործել է արել։ Չէ որ սա իմն է, բայց ես ոնց կարամ ապացուցեմ։ Ու ես հասկացա մի ձև։ Ես սրա համար վճարել եմ։ Գին եմ վճարել։ Նա ինձ համար թանկ է, արդեն պատկանում է ինձ։ Երբ որ դու տուն ես առնում, նկարան ես առնում, գին ես վճարում եւ քեզ տալիս են սերտիֆիկատ կամ վկայական։ Դու լիարժեք տիրապետում ես, տնօրինում ես տվյալ գույքի ապրանքի վրա։ Աստված մեզ համար ամենաթանկ բանն է վճարել։ Իր որդու անփոխարինելի այրան գինը։ Ամեն։ Եվ մենք գնված ենք այդ գնով, ու մենք շատ թանկ ենք, եւ նա ինքնիշխան է, լիարժեք իշխանություն ունի մեր վրա։ Բայց Աստված սիրող է, երբեք պարտադրությունով եւ ստիպողաբար չի անում մեր կյանքի մեջ։ Աստված ուզում է, որ մենք իր պատկերին եւ իր բնությանը կերպարանակից լինենք, մենք էլ նմանվենք իրան։ Ինչպես ինքն է համբերությունով տանում, ինչպես Հիսուսն է ասում, հայր, թող մի էլ փխրացնեմ, հողը բերի սարքեմ, մի տարի էլ սպասեմ, բայց Աստված մի տարի չէ, մինչև մեր կյանքի վերջը օրն է սպասում։ Դրա համար մի թողեք, որ դա տևի մի տարի կամ մի ամիս, այլ ապաշխարության արժանի պտուղներ բերեք քույրես եղբայրս, որ դա երկինք, երբ որ գնաս, դատարկաձեռ չլինես։ Թող եթե մեր կյանքում կա իրոք նման վիճակ ու մենք այդ թզենին ենք ու մենք հասկանում ենք, որ այսօր մեր պատղաբերությունը դադարել է, չենք կարողանում պտուղներ բերել, խնդրեք Սուրբ Հոգին, Սուրբ Հոգի։ Իգուցե մի բան կա քո կյանքում, պետքա փխրացվի, պետքա աղբ լցվի, սիլիտրա տրվի։ Չգիտեմ, սրանք բոլոր ասում եմ շակերտների մեջ փոխաբերական իմաստով։ Այսինքն պետք է աղոթքի կյանքը, պետք է քո ընծայվածությունը ավելի, ասենք, նորոգես։ Միգուցե քո հաղորդակցությունը Աստծո հետ ավելի մոտենաս, ավելի ջերմացնես։ Չէ՞, մենք չէ որ այդ Աստված այդ արկայծող պատրույգը չի մարում։ Այն փայտի մեջ եղած այն կրակը, թեթև կրակը չի հանգցում, ընդհակառակը Աստված ամեն ջան գործադրում է, որ այդ կրակը բորբոքված լինի, որ մեր մեջ Սուրբ Հոգու կրակը ոչ թե մարելու վրա լինի, այլ յուղով օծված, լցված լինի, որ այդ կրակը բորբոքված լինի մեր կյանքում։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ կա Սուրբ Հոգու այդ կրակը, եւ Սուրբ Հոգին երբ որ գալիս է, նա դատարկաձեռ չի գալիս։ Քույրես եղբայրս, նա գալիս է շնորհքներով եւ պարգևներով մեզանից յուրաքանչյուրի համար։ Այնպես որ կրկին անգամ փորձիր մոտենալ Աստծուն։ Փորձիր քո անձը բերես Աստծո առաջ։ Մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Մոտեցեք Աստծուն եւ Սատանան եւ հակառակորդը ամեն բանի Սատանան քնած չի, արթուն է։ Բոլորս էլ տեսնում ենք։ Իր նպատակն ինչ է, որ հավիտենական կյանք դժոխքի մեջ մենակ չլինի։ Տանջվի եւ իր նպատակը գերագույն նպատակը ոչ թե աշխարհի մարդիկ են, որոնք մեղքի տակ մեռած են։ Մենք Աստծո համար ծնված մարդիկ ենք։ Նա ով մեղքի տակ մեռած է, նա Աստծո համար գոյություն չունի։ Որովհետեւ ասում է մեղքի տակ մեռած եք։ Աստված մեռածների Աստված չի։ Ամեն։ Աստված կենթանիները մենք մեղքից ծնվել ենք, ազատագրվել ենք, վերստին ծնունդ ենք ապրել, ու մենք մեղքի իշխանության տակ չենք, մենք վերստին ծնված մարդիկ ենք, եւ մենք Աստծո համար կենթանիներ ենք, կենթանի ենք։ Ամեն դրա համար Աստված ամեն ջան գործադրում է, որ այդ կրակը մեր մեջ ավելի բորբոքվի։ Սուրբ Հոգու կրակը ել ավելի եռանդուն կերպով մեր հետ, որ մեր աչքերից իրոք
լույսը գա, մեր ասկերի, մեր դեմքին ժպիտ լինի, մենք իրոք Աստծո, ինչպես ասեմ, դեսպանները լինենք երկրի վրա, Աստծո զավակները լինենք, կենթանի Աստծուն ներկայացնողները լինենք երկրի վրա, որ Աստված ամեն բան իր ժամանակին կանի եւ մեր կյանքի մեջ էլ։ Ամեն Տերը օրհնի, երևի մի քիչ ծանրացրեցի, ավելի, ասենք, ասենց մթնոլորտը միապաղաղ էր։ Ամեն դեպքում իմ քարոզի ոչն է այսպես։ Ես այսպես եմ, փորձում եմ հասցնել մարդկանց այն ինչ որ կա իմ սրտում, այն հայտնությունները, որ իրոք Սուրբ Հոգից ունենում եմ, ուզում եմ կիսվեմ։ Այն խոսքը, որ եղավ ինձ համար, որ դու իշխանություն ունես այս տվյալ ապրանքի վրա, որովհետև դու նրա համար գին ես վճարել, դա ինձ համար հայտնություն էր։ Եթե մեկը վերցներ, ուրեմն գողացել է ինձանից։ Իսկ եթե մի բան ընդհանրական է, վերցնի օգտագործի, ոչ մեկ չի կարա։ Ես իշխանություն չունեմ, չեմ կարող ասեմ ինչ ես վերցրել օգտագործել։ Բայց երբ որ իմ ապրանքն է, սա իմն է, կարող ես վերցնել, եթե հարցնես, խնդիր չկա, ոչ մի խնդրեմ չկա։ Բայց ես նրա համար գին եմ վճարել եւ ես ունեմ նրա որպես տնորինուղ մարդ տվյալ կտրոնը կամ խանութում մի բան առնում ես կտրոն են տալիս ես դա ձերն է ոչ մեկ չի կարա ասի դու գողացել ես ինչի դու վճարել ես եւ ունես փաստաթուղթ որը հաստատում է որ տվյալ ապրանքը պատկանում է քեզ ամեն այնպես որ Տերը ունի փաստաթուղթ երկնքում հավիտենական կյանքի գիրքն է եւ մենք Քրիստոսի այրան գնով գնված ենք եւ Աստված ամեն բան անում է որ մենք արժանանանք հավիտենական կյանքի ինչպես առաքյալները ասում ժամանակները մոտեցել են 2000 տարի առաջ անցել է 2000 տարի առաջ մենք էլ ենք ասում ամեն բանի վերջը մոտեցել է քույրես եղբայրս զգոն եղեք սթափ եղեք արթուն եղեք տիրոջ այգու մեջ գործեցեք թող ձեզանից յուրաքանչյուրը լինի այդ տիրոք այդ կենթանի աղբյուրի կողքը դրված ծառը որ իրա պտուղը որ տերևները ասենք կանաչ է թարմ է եւ ամեն մեկը տալիս եք ձեր պտուղը սա ձեզ համար թող լինի հայտնություն եւ ինձանից ձեզ քաջալերական խոսք Թող այս շաբաթը լինի, գալող շաբաթը լինի յուրաքանչյուրիս համար պտղաբերության շաբաթ։ Պտուղ բերելու։ Տարբեր տեսակի։ Չէ՞։ Պտուղը կարա լինի խոսքը, պտուղը կարա լինի հաղորդակցությունը, պտուղը կարա լինի աղոթքը, պտուղը կարա լինի բարեգործությունը, պտուղը կարա լինի օգնության ձեռք մեկները, պտուղը կարա լինի մարդկանց հետ գնալ հաղորդակցվելը, պտուղը կարա լինի աշխատանքի տեղը Քրիստոսի մասին վկայություն տալը, որպեսզի երբ որ երկին գնաս, չգնաս դատարկ ձեռով մենակ փրկվես, այլ քո այն գանձանակը, որ երկնքում կա, քո հետևից մենակ չգնաս, քո հետևից մի ամբողջ բարձրանա երկինք։ Ես աշխատում եմ իմ աշխատանքի շատ եմ մարդկանց հետ շփվում, իհարկե ռուսախոս մարդկանց հետ, փառք Աստծո, շնորհք տվել է Աստված։ Կարողանում եմ Աստծո խոսքը հասցնել այդ մարդկանց։ Չեմ ասում շատ կոտրված ռուսերենով, բայց կարողանում եմ, որովհետև փորձում եմ շատ ռուսերեն կարդալ, դա ինձ օգնում է, որովհետև հիմնականում ռուսախոսների հետ եմ շփվում, կարողանում եմ հասցնել, որ ես քրիստոնյա եմ, հետաքրքիր է, որ ինչ որ բաներ են ասում, ասենք օրինակներ կամ գուշակությունների հետ կապված, ես ասում եմ կամ ինձ հարց են տալիս, որ աստղի տակ ես ծնվել կամ հա դու ինչ ես Մարդ եմ, ինչ եմ, ինչ չեմ, ով եմ, ես ինչ չեմ, ասում եմ, բաներ կա, որ ես ինքս քրիստոնյա եմ և իմ քրիստոնյական համոզմունքներին, ուսմունքներին դրանք դեմ են, պրինցիպներ ունեմ ես քրիստոնյական, ես կռիչ չեմ, ոչ էլ մկանտարին եմ ծնվել, ես բարձրալ Աստծո որդին եմ, ճանաչում եմ երկինք ու երկիր արարիչ Աստծուն, որ տեսանելին ու անտեսանելին ստեղծել է եւ նայա տնորինում իմ կյանքին եւ այդ գուշակություններին եւ սնոտեապաշտություններին երեք մի հատ հաճախորդ կար մոտս քննությունների ա պատրաստում ուսանող աղջիկա ասում է я суеверная ասում եմ մազերդ կտրելու ես ասում է нет я суеверная я не верю таким вещам ասում է если это я отрежу волосы немножко скорректируем асում է если я отрежу от меня уйдет вся моя сила, я же готовлюсь к экзаменам. Ну, говорю, ну ты суеверная. Душа сной ты ապաշտես, ինչ հետևից ես ընկե։ Դե ասում եմ, դու քրիստոնյա ես, հա, բնականաբար քրիստոնյա եմ։
Կարդում ես Աստվածաշունչը, բնականաբար ոչ էլ ծանոթ եմ։ Մարդիկ քրիստոնյա են, խաչը վզներին կրած, ականջողներին խաչ, բայց ինչի հետևից են ընկել, եթե մազերի ծայրից մի սանտիմետր կտրվի, ուրեմն ինքը քնուց, ասում եմ, ես փորձել եմ ին վրա ազդում, ասում եմ, հավատում ես, դրա համար քո վրա ազդեցություն ա ունենում ներգործություն։ Այ որ դու հավատաս կենթանի Աստծո խոսքին, այդ խոսքը քո կյանքում իր ապտուղները կբերի եւ դու նման բանի չես հավատա, ընդհակառակը, ասում եմ, քո մտածելակերպի մեջ է պատսազնանյա ռազումը։ Մտածելակերպի մեջ սատանեն դնում է բուն, տնավորվում է։ Հիշում եմ նոր որ ապաշխարել ենք, նրանք ովքեր հին են կարող է այսօր, հիմա մեր ժամանակներում այդ օրինակը չեն բերում, Հայաստանում շատ էին այդ օրինակը բերում։ Սատանեն գալիս է տենում է տունը մաքրված, պատրաստ, դատարկ, երբ որ դատարկ է, չես լցնում այդ տունը, չէ՞, վերստին ծնունդից հետո։ Այս օրինակը միշտ պատմում եմ, ես որ նորահոգ եմ եղել, մեջս տպավ, գալիս ասում է, կլինի մի հատ մեղ մխեմ պատիդ վրա։ Ասում ես, չէ, ոնց թե, ասում եմ, լավ էլ ինչ կլինի, ասում ես, չէ, ոնց մեղը մեղես իմ պատի վրա, ինչ իրավունքով է դատարկ սիրուն սպիտակ պատի վրա մեղ մեղես, ասում եմ, չէ, ես սպիտակ պատի վրա չեմ մեղի, մի քիչ ներքևը անկյունի վրա կմեղեմ։ Համոզում, դե լավ, ասում ես, լավ, խայծը կուլ տվեցիր։ Թողում ես այդ մեղը մեղում։ Մեկ էլ մի որոշ ժամանակ հետո գալիս է մի հատ պիջակ է կախում այդ մեղի վրա։ Ասում ես, խես կախ, բայց ասում եմ, ես իմ մեղից եմ կախել։ Ինչ կապ ունի։ Հետո կախիչ է բերում, հետո պալտո է բերում, հետո մի հատ մսի կտոր է բերում դնում, այդ միսը սկսում է նեղել այդ տան մեջ, որ դու էլ չես ուզում ոտ դնես այդ ման։ Մի թույլ տվեք, որ խայծը մի կերեք այդ խայծը ու մի թույլ տվեք, որ սատանեն մի հատ մեղի, շատ ներողություն, մեղի ձեր կյանքի մեջ եւ ձեր մաքրված սրբած այդ պատերի վրա։ Նա գալիս է միայն գողանա, փչացնի, առավել եւս ոչնչացնելու համար։ Երբ որ մեղը մեղեց, պիջակը կախեց, կոստյումը կախեց, հետո մի հատ մսի կտոր աբերելու տոպրակով դնին դե հոտի, անտանելի հոտ։ Մենք ինքներս ենք նույնիսկ վատը զգալու այդ հոտից։ Ամեն։ Դրա համար թույլ մի տվեք։ Ամեն ժամանակ հաղորդակից եղեք Սուրբ Հոգու հետ։ Ամեն ժամանակ ձեր անձերը բերեք Տիրոջ ներկայության մեջ։ Սա ինձ համար կարգախոս է։ Քույրես եղբայրս։ Այդ ամեն ժամանակը, քանի դեռ մարմնի մեջ ենք, մենք ամեն ժամանակ պարտավորում ենք, թեև կրկնվում եմ, ասածս խոսքը նորից կրկնում եմ, բայց Աստծո խոսքը պետք է ասվի, կրկնվի։ Եթե կրկնողություն չլներ, մի անգամ կքարոզեինք Հիսուս Քրիստոսի մասին ու կասենք վсё։ Բայց դարեր շարունակ Հիսուս Քրիստոսի մասին ասվում է, կրկնվում է, քարոզում է, մարդն էլ են արարածնա, չէ՞, եկեք ծուր նստենք դուզը խոսանք, լինում է, որ մտնում է դուս է գալիս։ Ասել է պետք։ Տերը օրհնի։ Այս լավ նոտայի վրա եկեք ավարտենք այսօրվա քարոզը, իրոք Տերը մեզ սիրում է, Տերը մեզ համար ոչինչ չի խնայել, Տերը մեզ համար իր ամենաթանկն է տվել, որ մենք լինենք ուրախ, առողջ, լցված, թող շաբաթը լինի պտղաբերության տարի, յուրաքանչյուրիս համար ամեն մեկը, թող իրոք որոշներիս կյանքում գործի, բիզնեսի մեջ լինի պտղաբերության շաբաթ, ով ինչ ձեռնարկել է, թող պտղաբեր լինի ֆինանսական կյանքում, ֆինանսական մթնոլորտում, յուրաքանչյուրիս կյանքում թող լինի պտղաբերության, ինչու՞ չէ ոչ, որովհետև մենք հոժար ենք, մեր սիրտը հոժար է Տիրոջ տանը տալու, մարդկանց օգնելու, զոհաբերելու, թող տասանորդի մեջ լինի պտղաբերություն, թող ընծայի մեջ լինի պտղաբերություն, թող հյուրասիրության մեջ, ամեն բանի մեջ շաբաթը թող լինի պտղաբեր, որ եկող շաբաթ, եկող կիրակի օրը, չգիտեմ, վկայենք, ասենք իրոք այն ինչ որ խոսքը հրճակվեց Տիրոջ ականջների առաջին այսօր, այդ խոսքը իրականություն դառավ մեզանից յուրաքանչյուրի համար շաբաթվա մեջ։ Եվ թող Աստծո ժողովուրդը միաբան ասի ամեն։ Ամեն։ Տերը օրհնի բարության խումբով գալ առաջ այսքաններ Տերը օգնական բոլորիդ։
Լավ, եկեք աղոթ կանենք մինչև փառաբանության խումբը։ Հայր, օրհնյալ լինի քո անունը սուրբ, փառք քեզ քո սուրբ հոգու համար, այն ինչ որ կար իմ սրտում ասվելու, ասվեց, Սուրբ Հոգի շնորհակալ եմ, որ դու ինչպես միշտ հավատարիմ ես, որ դու տալիս ես խաղաղություն, վստահություն։ Եվ Հիսուսն ասում էր. մի մտածեք, երբ որ կանգնեք ատյանների առաջ, ինչ պիտի ասեք, ինչ պիտի խոսեք, որովհետև Սուրբ Հոգին տվյալ պահին ձեր շուրթերով կխոսի։ Իհարկե սա ատյան չէ, բայց պատասխանատու վայր է եւ շատ բաներ իմ սրտից ասվեց, որը ես չէի նախատեսել եւ համոզված եմ Սուրբ Հոգին հիշացրեց։ Օրհնում եմ անունդ Սուրբ եւ շնորհակալություն եմ հայտնում Հայր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով այն խոսքը, որ ասվեց, թող յուրաքանչյուրի համար լինի պատղաբեր Տեր իմ Աստված։ Ինչպես Մարգարեն էլ ասում է, որ երկնքից իջած ամեն մի խոսք պարապիետ չի դառնալու եւ տալու է իր պտուղը իր ժամանակին։ Թող ամեն քույրս ու եղբայրս այդ խոսքով լցված տա իր պտուղը։ Ամեն մի ծառ, որ դրված է կենթանի ջրերի կողքին, թող տա իր պտուղը։ Տեր իմ Աստված։ Թող Սուրբ Հոգու պտուղները, առատապես, պարգևները յուրաքանչյուր կյանքում, քրոջս ու եղբորս կյանքում հայտնի կերպով գործեն։ Սուրբ Հոգին, երբ որ եկավ մեր մեջ, նա երբեք դատարկաձեռն չի գալիս։ Պարգևներով ու շնորհներով է գալիս, որ Աստծո մարդը ձգտի գնա դեպի կատարելության։ Թող յուրաքանչյուր քույրս ու եղբայրս ձգտի կատարելության։ Աղոթում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը Տեր ժամանակ հատկացնի քեզ քո հետ հաղորդակցվելու։ Հայր, ինչպես ինձ ասեցիր, որ ես քեզ սիրում եմ, ես գիտեմ դու ինչպես ես ինձ սիրում, եւ ես տամ մեջ, ես պետք եմ քեզ։ Աստված իմ, թող այս խոսքը յուրաքանչյուրի համար լինի, որ ով կա այս տան մեջ, նա պետքա կանե քեզ այս տան մեջ։ Ով էլ կգա, իրոք թող իր ուրույն տեղը եւ իր ծառայությունը գտնի այս տան մեջ, Աստված։ Թող շաբաթը Տեր օրհնված լինի քո հոգով եւ քո զորությունով ամեն մեկս համար պահիր չարից ու փորձություններից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով խնդրեցինք, Հայր։ Օրհնյալ լինես դու, սիրող մեր Աստված, սիրող մեր Հայր, այժմ եւ միշտ ու հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Բարքասուն, ալելույա։ Կարող ես սրտանց փառաբանել Աստծուն այսօրվա հրաշալի պատգամի համար։ Տերը օրհնի եղբայրս, շատ օրհնված ենք։ Գիտեք, ամենակարևորագույն խոսքերից մեկն է, ամենակարևորագույն խոսքն էր, որ այսօր այստեղ հնչեց։ Գիտեք, երբ որ Տեր Հիսուս գնաց երկինք, ամենամեծ պատգամը, որ մեզ տվեց, սա էր՝ գնացեք ամբողջ աշխարհ, ավետարանը քարոզեք ամենարարածի, ով կհավատա կփրկվի, ով չհավատա կդատապարտվի։ Եվ ինձ հավատացողին կհետևեն այս նշանները, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, ավետարանը կքարոզեն ամբողջ աշխարհով մեկ, օծեր կառնեն եւ եթե մեկ մահաբեր դեղել խմեն, չեն մեռնի։ Հիվանդների վրա ձեռ կդնեն եւ հիվանդները կբժշկվեն։ Այսօր եկեղեցին պետք է այնքան արթուն լինի, այո, որ կատարի Հովանու 15-16-ը, սա իմ ամենասիրած համարն է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, որպեսզի դուք գնաք եւ շատ պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա։ Գիտեք, այսօր խոսվում է շատ պտուղների մասին եւ պտուղները տարբեր են, Սուրբ Հոգու պտուղները տարբեր են, անգամ սեր, խաղաղություն, ուրախություն, սրանք են Սուրբ Հոգու պտուղները, բայց երբ որ դու դարձել ես ոչ պտղաբեր։ Եվ եթե դու դարձել ես աշխարհի հանդեպ անտարբեր, սա ողբերգություն է։ Եթե դու այլևս չես մտածում, քո կողքինները հիվանդ են, առողջ են, ինչպես են, ինչ է կատարվում քո շրջապատում, քո հարազատների կյանքում եւ ծանոթ անծանոթների մոտ, սա ողբերգություն է հենց մեզ համար, եկեղեցու համար։
Եվ այսօր ես ուզում եմ, որ դու ուխտանես քո շուրթերին, քո աչքերին, քո ձեռքերին, ես կգնամ հիվանդների վրա ձեռ կդնեմ, հիվանդները կբժշկվեն։ Ուխտարա քո աչքերի հետ եւ ասա ես կտեսնեմ նեղյալին, ես կտեսնեմ դժվարության մեջ ապրողին։ Իմ շուրթերը կդառնան մխիթարության շուրթեր։ Իմ շուրթերը կդառնան աղոթքի շուրթեր, բարեխոսության աղոթներ կանեմ։ Կդառնամ մեկը, որ ձեռքերս բաց կլինեն տալու համար։ Եվ կլինեմ մեկը, որ իմ ձեռքերը կբարձրացնեմ երկինք կաղաղակեմ հիվանդի համար, կաղաղակեմ ընկածի համար, ընկածը կբարձրացնեմ, կորածին կգտնեմ։ Սա է Աստծո կամքը։ Սա է Աստծո կամքը, որը բարին հաճելին եւ կատարյալն է։ Բարի ողորմած է Աստված։ Նմանվիր քո Աստծուն։ Նմանվի Աստծուն, որովհետեւ նա բարի ողորմած Աստվածն է քո։ Այսօր Աստված եկել է, որ մենք դրանից սովորենք սիրել, սովորենք բարի լինել, սովորենք կերտել, արարել։ Սա է Աստծո կամքը, իմ եւ քեզ համար, լինել Աստծո տեսակը։ Եվ երբ որ այսօր խոսվում էր, այո, ամեն ծառ իր պտղից է ճանաչվում, եւ այն ծառը, որ բարի պտուղ չի բերում, այդ ծառը կկտրվի եւ մեկ օր կրակի լճում կհայտնվի, այդ ծառը կկտրվի։ Ոչ թե Աստված կկտրի, այլ դու կկտրես քեզ, որովհետև դու չմնացիր, եթե իմ մեջ մնաք։ Հովանու 15-րդ գլխում գրված է, եթե իմ մեջ մնաք, եւ ես ձեր մեջ կմնամ, եւ կգնաք, եւ պտուղ կբերեք, եւ ձեր պտուղը կմնա, եւ հենց այդ ժամանակ է, որ ինչ որ խնդրեք, կառնեք Աստծուց։ Միայն այդ ժամանակ է, որ ինչ որ խնդրեք, կառնեք Աստծուց, որտեվ գրված է, խնդրում եք եւ չի տրվում ձեզ, որովհետև չար կերպով եք խնդրում։ Ինչ եք խնդրում, ինչի համար, էգոիզմի կյանքով ապրելով, միայն ինձ համար, միայն ես, միայն իմ տունը, սա չէ։ Տեր, դու ես առաջնայինը։ Եվ թող քո կամքը լինի, ես կապրեմ քեզ համար, եւ ես կլինեմ քո ծառան։ Գիտեք ինչքան մեծ հայտնություն էր, շատ լավն էր հայտնությունը։ Այո, դու նրա սեփականությունն ես։ Այդ է պատճառը, որ նա ասում է, եթե հնարավոր լինի իմ աչքի բիբին կպնել, նշանակում է հնարավոր կլինի իմ զավակներից մեկին կպնել։ Նշանակում է ես նրա աչքի բիբի պես թանկ եմ, որտեղ նա ինձ համար մեծ գին է վճարել, թանկ գնով գնվեցակ։ Աստվածաշունչն ասում է թանկ գնով գնվեցակ։ Նա ինձ համար շատ մեծ գին է վճարել, թանկ գին, կյանք։ Մեզ համար նա կյանք է տվել, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ել ավելի կյանք։ Այո, այս շաբաթը թող լինի իրար սիրելու, նվիրվելու, իրար հետ ապրելու ժամանակ։ Այս մեկ շաբաթ, այս շաբաթվա մեջ թող որ մենք Տիրոջ առաջ գալով ասենք ես ուխտ արեցի, եկեք ուխտ անենք Տիրոջ հետ, ես ուխտ արեցի Տեր, ես ուխտ արեցի իմ աչքերի հետ, որ բարին տեսնեմ, որ տեսնեմ ընկածը եւ ընկածի համար աղոթեմ։ Ես իմ շուրթերի համար այսօր ուխտ արեցի, որ իմ շուրթերով Տեր Աստվածս կպաշտեմ քեզ, կերկրպագեմ, կբարձրացնեմ անունը տարկա, որ կաղոթեմ եւ կբարեխոսեմ ամեն իմ քույրերի, եղբայրների եւ մեռնող աշխարհի համար։ Սիրելի Տեր, ես այսօր ուխտ եմ անում իմ ձեռքերի, որ իմ ձեռքերը կլինեն օրհնող, տվող եւ իմ ձեռքերը բարձրացնելով դեպի երկինք ամեն անգամ կասեմ. Տեր դու ես այս ձեռքերը օրհնել եւ օծել, որ հիվանդների վրա ձեռ կդնեմ եւ հիվանդները կբժշկվեն։ Ես այսօր ուխտ կանեմ իմ ոտքերի հետ եւ կասեմ. երանելի են խաղաղություն անողների ոտքերը, որ ավետարանն են տարածում Աստված իմ։ Ես այսօր ուխտ կանեմ ինքս իմ հետ եւ կասեմ. ես պատկանում եմ Աստծուն։ Եվ պատկանելով Աստծուն, ինձ շատ կարևոր է, որ նա փառավորվի։ Ոչ թե ես, ոչ թե իմ անձը, ոչ թե իմ էությունը, այլ Տերը։ Եվ թող այս շաբաթվա մեջ մեր Աստված փառավորվի եւ ամեն փառքերը բարձրանան Տիրոջը։ Եվ ամեն փառքը, պատիվը եւ մեծարանքը մեր Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Տերորդի գեղեցիկ փառաբանության երգով քո փառքը Տեր ցույց տուր մեզ։ Այս երգը շատ եմ ուզում, որ միասին երգենք եւ միասին ավարտենք ծառայությունը։ Գիտեք, այս շաբաթ
Չորեքշաբթի օրը գիտենք ունենք ծառայողական հավաքույթ եւ նաեւ ձեր մեր հովիվի ծննդյան օրն է, իմ ծննդյան օրն է, միջոցառում ունենք, այսինքն ոչ թե կլինի ռեստորանում, կլինի ինչ-որ միտեղ, դաշտում, ինչ շատ համոզեցին լոֆտում գնանք, դաշտում գնանք, ռեստորան գնանք, վերջապես չգիտեմ ինչովներ գնանք, ես ասեցի ես իմ տան մեջ եմ ուզում, թեև նեղ, թեև փոքրիկ այդ գողտրիկ անկյունում, թեև ներսում ու դրսում, բայց միաբանության եւ սիրո մեջ շաղախված, Աստծո տան մեջ, Աստծո տան այն սենյակում, որտեղ աղոթում ենք, որտեղ լինում ենք, չորեքշաբթի օրերը կլինենք, այս չորեքշաբթի կլինենք այդտեղ, բոլորը ովքեր ցանկանում են, ովքեր ուզում են, կարող ենք միասին լինենք, միաբան լինենք, միասին ուրախանանք, որ ունենք եւս մեկ ուրախալի, հրաշալի առիթ իրար հետ հանդիպելու։ Ուրբաթ օրը չի լինի ծառայություն, Կիրակի օրը ժամը 11-ին միաբան այստեղ ծառայենք մեր սիրելի Աստծուն։ Ուրեմն չորեքշաբթի օրը եւ Կիրակի օրը հայտարարեցի։ Չորեքշաբթի օրը ուրախ խնջույքի եւ լավ մաղթանքների իրար հետ ուրախան ժամը 6-ին միասին միաբան եկեք միասին մի կտոր հաց կուտենք, մի կտոր հաց կկիսենք իրար հետ լավ, ուզում ասեմ միայն ծիրանու գիլաս չի լինելու, հաց էլ է լինելու, այսինքն Աստված ասում է, որ հացը դա ուխտի նշան է, իրար հետ հաց կիսեք, մենք չորեքշաբթի օրը իրար հետ հաց էլ կկիսենք։ Տեր օրհնի, սիրում եմ ձեզ շատ եւ իմ բարձանքը, իմ ուրախությունը դուք եք, իմ ընտանիքը դուք եք, իմ սերը դուք եք, ես ձեզ շատ սիրում եմ, սիրելի եկեղեցի, եւ ուզում եմ, որ այս երգով մեր ծառայությունը ավարտենք, թող քո ծառաները ետ դառնան եւ տուն գան։ Մեր փափագն է այսօր, այս աղոթքը, թող քո ծառաները, զավակները ետ դառնան ու տուն գան։ Կանգնեցրում մեր մեջ քո ծառաներին ասպարես դու Քեզ օրնողներին նոր երգեք դուր Թող քո որդիներ ետ դառնան ու տուն գան Եվ սա աղոթք է, եւ թող այս աղոթքը այսօր երկինք բարձրանա Տեր։ Նորոքի դու մեզ գողությամբ լցրում ես Լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ Նորոքի դու մեզ գողությամբ լցրում ես Թող գա ոտքի հոգին մեզ վրա Նորոքիր մեզ Նորոքիր դու մեզ Գոհությամբ լցրում ես Լուսավորիր մեզ ու մոտեցրու քեզ Նորոքիր դու մեզ Գոհությամբ լցրում ես Թող գա ոտքի հոգին մեզ վրա Թող գա ոտքի հոգին Հիմա թող գա աղոթքի հոգին մեզ վրա եւ աղոթենք մեր Ժաննաքրոջ համար։ Շարունակենք շուտով։ Արի Ժաննաքուր։ Գիտեք Ժաննաքուրը 10 օրից ավել հիվանդանոցում էր։ Բժիշկները ուրախացան, որ ինչ-որ բան գտան, բայց մենք չենք ուրախացել, որ բան են գտել։ Որովհետև մենք ոչ թե ուրախանում ենք, որ ինչ-որ բան է գտնվում, այլ հերքում ենք այդ բաները։ Եթե բժիշկներն ուրախանում են, վերջապես գտանք, մենք ասում ենք վերջապես ունենք բան հերքելու։ Հիսուսի զորավոր անունով։ Գիտեք, շատ տարիներ առաջ անգամ 10 տարուց ավել տարիներ առաջ էր, երբ որ բժիշկները իմ մեջ էլ ուզեցին բան գտել, ասեցին, դա չարվորակ ինչ-որ մի բան կա, եւ ֆունկցիա արեցի եւ ասեցին չարվորակ է։ Եվ երբ որ վիրահատեցին եւ ուղարկեցին գիստալոգիան, որ պատասխանը գա, Սպարտակը ուղակի տիրոջը հանգիստ չէր տալիս։
Եվ ասում էր ես համաձայն չեմ եւ այդ 40 օրը մինչեւ անցավ այդ 40 օրը անդադար տիրոջ դռներն էր ցեցում եւ ուղիղ 40 օր հետո այնքան մաքուր եկա պատասխանը, որ անգամ ոչ մի գարմոն խմելու կարիք չկար։ Գիտեք, մեր Աստված հավատարիմ է եւ մենք այսօր ունենք Աստծո դռները ցեցելու կարիք եւ հավատքի կարիք։ Թող մեր հավատքը այսօր մեծանա։ Մենք աղոթում ենք մեր քրոջ համար եւ ասում ենք դևը պարտված է։ Թշնամին պարտված է։ Եվ այնինչ որ գտել ենք քո վրա մի ընդունի։ Հիսուսի անունով։ Կարևոր չէ ինչ, կարևոր չէ երբ, կարևոր չէ ինչպես, կարևորը Տիրոջ ձեռքով։ Դու ասեցիր հիվանդերի վրա ձեռքն եք եւ հիվանդները կբժշկվեն։ Ես այսօր հավատքով ձեռք եմ դրել եւ գիտեմ որ սա քո ձեռքն է, որտեւ դու իմ միջոցով ես գործում, Տեր։ Դու մենք միջոց ենք, որի միջով գործում է Սուրբ Հոգին եւ հագնելով մեզ կատարում է մեծամեծ գործեր։ Հիսուսի զորավոր անունով թող ամեն տեսակի թոքերի մեջ ինչ որ կա հերկվի եւ հենց հիմա չքվի Հիսուսի անունով եւ շնչառությունը թող բացվի եւ թող սիրտը աշխատանքը բավարար կերպով իր աշխատանքը անի Հիսուսի զորավոր անունով նորոցություն է մրճակում բժշկության նորոցություն նոր հավատք եւ Հիսուսի զորավոր անունով թող լինի այսօր Աստծո կամքը որ բարին հաճելին եւ կատարյալն է ամեն Հավիտյան քեզ մոտ Տեր